Ողջույն սիրելի հայրենակիցներ, աշխատավոր մարդկանց տոնը շնորհավոր, այսօր աշխատավորների աշխատանքի միջազգային օրն է եւ պետք է ասեմ, որ աշխատավոր մարդու ցավը տանեմ, այդտեղ չկա հարց, դա չի քննարկվում։ Մինչև բանակ գնալն եմ աշխատել, բանակից զորացրվելուց հետո անմիջապես էլի շարունակել եմ աշխատել, մինչև այսօր էլ աշխատում եմ։ Հետեւաբար շնորհավորում եմ բոլոր աշխատող մարդկանց, աշխատավորներին։ Ով էլ աշխատանք չունի, պետք է ամեն ինչ անենք աշխատանք ունենա, ով մասնագիտությունով չի կարողանում աշխատանք գտնի, պետք է ամեն ինչ անենք նոր մասնագիտություն սովորի եւ էլի աշխատանք գտնի։ Բայց առավոտվանից լուրեր են տարածվում, որ Wildberries-ը, Ozon-ը, չգիտեմ, այլ կազմակերպություններ խնդիրներ ունեն եւ Հայաստանը սանկցիաների տակ է, չգիտեմ, ապրանքների խնդրեմ կա։ Նաեւ երեկվանից լուրեր ունեմ, որ ջերմոցային տնտեսությունները խնդիրներ ունեն, այսինքն նրանց իրազեկել են, որ ձեր ապրանքներն այլևս չեք կարող բերել վաճառել, խոսքը ՀԱՏՄ տարածքի Ռուսաստանի Դաշնության մասին է, բավականին մտահոգիչ է սա, եւ էկոնոմիկայի նախարարը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որ Wildberries-ի հետ կապված վերջին իրադարձությունների հետևում կանգնած է Հայաստանի երկու ընդդիմադիր ուժ, այս մեկ։ Խնդրից հատկապես ուրախացել հրճվում են երկու ընդդիմադիր ռևանշիստներ, չգիտեմ, ուժեր, եսի ինչ ասեմ, բան։ Երրորդ, այս հարցներ ենք լուծելու։ Դուք այսօրվան հասակ ամիսներ շարունակ այլ երկրների չինովնիկներին Հայաստանի վրա դանոց գրելով։ Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում մատնություն գրողներ եւ այլն եւ այլն։ Էկոնոմիկայի նախարարից ես կակնկալեի իրապես խնդրով զբաղվել, ես լալահառաչ հայտարարությունները չաներ։ Ոչ մի ընդդիմադիր ուժ, ես չգիտեմ, ես ինչա պատմում, տեղյակ չեմ ում մասին է խոսքը գնում, կամ ենթադրեմ ում նկատի ունի, այս ամեն դեպքում։ Ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող որևէ օտար երկրում պետության հետ գործընկեր երկրում, Հայաստանի Հանրապետության հետ, պետությունների մասին է խոսքը գնում։ Ընդդիմադիր ուժն ով է, որ որևէ երկրում խնդրեմ առաջացնի որևէ մեկի համար։ Բայց պետությունը պետության հետ հարաբերություններ ունի։ Իսկ դու էկոնոմիկայի մինիստրն ես եւ դուք պետքա զբաղվեիք, նախականխեիք, եթե նման բան սպասվում էր, ձեր վարած քաղաքականությունը պիտի այնպեսին լինի, որ նման խնդիրներ չառաջանան։ Եվ ոչ մի աշխատավոր մարդ, աշխատավորների օրը հանկարծ չիրազեկվի, որ իր աշխատանքը կարող է կորցնել, կամ որևէ գործարար իր եկամուտը կարող է կորցնել։ Կպեք ձեր գործերին, գործով զբաղվեք եւ այս խնդիրներով զբաղվեք։ Ես կոչ եմ անում բոլոր այն տնտեսվարողներին, ջերմոցային տնտեսություն կլինի, այլ ոլորտներում կլինի։ Եթե նման դեպքեր ունեք, ահազանգեր ունեք, որ արդեն ձեզ իրազեկել են, ձեր ապրանքները չեն թողում արտահանել, անպայման կապ հաստատեք մեր հետ, որ մենք նույնպես հարցով զբաղվենք, կարողանանք ձեզ աջակցել, որ այս խնդիրները լուծվեն եւ նաեւ բարձրաձայնենք։ Տարածեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։